Ողջույն աղջիկներ, բարի գալուստ Faberlic Online պրոյեկտ, ես Սոնա Հովհաննիսյանն եմ և ուզում եմ ձեզ սովորեցնել ինչպես գրանցել նորեկներին։ Դրա համար պետք է մտնենք Faberlic-ի մեր անձնական կաբինետ, այնուհետև սեղմում ենք լիչնի կաբինետի վրա, այնուհետև ռեգիստրացիա և ուրեմն բացված դաշտում մենք լրացնում ենք միայն կարմիր աստղիկներով նշված տողերը։ Ֆամիլիա ես կգրեմ, օրինակ, Հայրապետյան, իմյա, Մարինե, դատա Ռաստինյան, ուրեմն կգրեմ ենթադրենք 29/09/1986, սեռը կնշեմ Շենսկի, ուրեմն հեռախոսի համարը տեսեք, ուրեմն սեղմում եմ տվյալ վանդակի վրա, բացվում է երկրի կոդերը, տվյալ մարդը որտեղ որ բնակվում է, նշում ենք այդ երկիրը, իմ դեպքում կնշեմ Արմենիա և ուշադրություն, հեռախոսահամարը կոդը նշելուց հետո անպայման գրում ենք առանց 0-ի, չմոռանաք սա, այսինքն օրինակ գրեմ 94 86 52 12, այստեղ ուրեմն կարևոր վանդակներն են, ադրեսը սեղմում եմ վանդակի վրա, այստեղից սեղմում եմ Վեսմիր, բացվում է ուրեմն բոլոր երկրների անունները, ես նշում եմ Արմենիա, նշում եմ ուրեմն Երևան և սեղմում եմ Վիբրետ, դոմը նշում եմ հասցեն, ենթադրենք Նալբանդյան, օրինակ 24, չգիտեմ, և կադավոյե սլովան նշում ենք 5-ից 6 նշանոց որևէ թիվ, որը այդքան էլ էական չէ, և սեղմում ենք սախրանիչ, այստեղ ուրեմն երկրորդ հնարավորություն եմ ես տալիս ծրագիրը, որպեսզի ստուգենք տվյալները սխալ արած չլինենք և երկրորդ անգամ սեղմում ենք սախրանիչ և մարդը գրանցված է արդեն վերջ, ես հիմա չեմ սեղմի սախրանիչ, քանի որ ես լրիվ անծանոթ համար եմ գրել ու դուրս կգա, որ ես տվյալ համարով անձին գրանցում եմ, հետևաբար իրեն SMS կգնա, ձեր գրանցելուց հետո տվյալ մարդու հեռախոսահամարին SMS-ներ են գնալու, իր լոգին պարոլն ու կոդ պատվիրծենյան, երբ նա կհավաքի լոգին պարոլը և մուտք կանի իր անձնական կաբինետ, դրանից հետո արդեն ծրագիրն իրենից կպահանջի կոդ պատվիրծենյան, դա էլ կակտիվացնի իր երկրորդ SMS-ի մեջից և արդեն վերջ, իր անձնական կաբինետը կհամարվի բացված, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։